Ես քանի որ իմ հուդին էլ այսօր խորհրդանշում է, այսպես ասած, Ուկրաինայի ազատատենչ ժողովրդին, մենք գիտենք իրենց զինանշան խորհրդանշում է քրիստոնեությունը, խաղաղությունը եւ ուրեմն ազատությունը, մեր այսպես արևախաչի նշանն է հայկական, որը դարձյալ հավերժության, այսպես ասած, խորհրդանիշ է եւ խաղաղության։ Ուզում եմ մի փոքր ձեր տեսակետը իմանալ Ռուսաստանի գործողությունների մասին Ուկրաինայում, արդյոք այն համարում եք ցեղասպանություն եւ արդյոք Ռուսաստանը ցեղասպան պետություն է ըստ ձեզ։ Իհարկե։ Սկսենք նրանից, որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա եւ դա անվանում է հատուկ ռազմական գործողություն խաղաղության պարտադրում այն պարագայում, երբ որևէ մեկ իրեն պատերազմ չի հայտարարել։ Եվ ավարտենք թերևս այն կետով, որ կարող են 100 տարի բանակցել, կարող են նույնիսկ հասնել հրադադարի, բայց պատերազմը միևնույնը շարունակվելու է թե այսպես ռազմական գործողությունների տեսքով, թե հիբրիդային պատերազմի տեսքով, որովհետև այս պատերազմի միակ գեր նպատակը մեկն էր՝ Կիևը։ Ցարին պետք էր Կիևը։ Շարունակում